Ողջույն սիրելիներս, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք, ամեն ինչ կարգին է, սկսում ենք նոր վլոգ, օրը այսօր ուրբաթ է, առավոտ ու տան գործեր ավարտելուց հետո որոշեցի միանամ ձեզ և ազդարարեմ նոր վլոգը, տան գործերն ավարտելուց հետո որոշեցի անցնել ինձ, ներկեմ մազերս վերջապես, որովհետև երկար ժամանակ չեմ ներկում, մազաթափության հետ կապված խնդիր ունեի, դրա համար աշխատում էի ու աշխատում եմ ուշ ներկել մազերս։ Պատվիրել եմ ներկը Բարբերիսից, Faberlic-ի 7x7 համարն է, Blondin Pepelնե ֆիալետովի։ Ըստ օձիվների շատ լավն է որակը, բայց իրականում ինչպիսին կլինի, կտեսնենք ներկելուց հետո սիրելիներս։ Հիմա անցնեմ գործընթացին, մազերը ներկելուն ու արդեն վերջնական արդյունքով կկիսվեմ ձեր հետ։ Սիրելիներս, ահա և իմ մազերի վերջնական արդյունքը, ինքներդ էլ տեսնում եք, որակապես ներկը շատ լավն է, շատ գոհ եմ որակից, որովհետև մազերս ուներ մի քանի երանգ, իսկ հիմա դարձել է մեկ երանգ ու շատ գեղեցիկ գույն է, իմ կարծիքով ինձ սազում է, բայց այն չի, ինչ որ նկարված էր ներկի տուփի վրա ու որ պետք է լիներ, ինչ որ ես սպասում էի, այդպես էլ է լինում, ոչինչ, կարևորը, որ մազերս լավ ներկվել է, բայց երկրորդ անգամ հաստատ չեմ պատվիրի, ես իմ մազերը չեմ ուղղում, ֆենը միայն օգտագործում եմ մազարմատները չորացնելու համար, մի փոքր չորացնում եմ և վերջ, որպեսզի գլխիս մաշկը չմրսի, այսպես սպազմ, գլխացավ չունենամ, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, գլուխը լվանալուց հետո սրբիչով այդպես երկար փաթաթած չթողնել, անմիջապես սրբիչը հեռացնել և չորացնել մազարմատները, գոնե ձեր առողջության համար, ու խորհուրդ կտամ նաև մազերը հաճախ այս փչովի ֆեներով չֆենել, որովհետև իրանց մինուսը այն է, որ առաջացնում են ահավոր մազաթափություն։ Հիմա արդեն ժամը 3-ն է, շուտով Վահանը պետքա տուն գա, պետք է ընթրիք պատրաստվեմ ու միասին գնալու ենք այսօր տուն նայելու, այսօր արք ու վաճառք նմանատիպ գործարքներ թղթարարություն չկա, ուղղակի տեսել ենք տունը ավիտոյով, զանգել է այդ համարով, որը նշված էր հայտարարության մեջ, պետք է գնանք տեսնենք դրսից, հետո արդեն մնացած պրոցեսը, եթե կհավանենք, արդեն կպայմանավորվենք իրենց հետ և կհանդիպենք հետագա քայլերը անելու համար։ Միակ բանը, որ մոռացած էր հետ կիսվել, այս կրեմն է, երեխեք ջան, եթե կհիշեք, մոտավորապես 1 ամիս առաջ եմ պատվիրել, ծով գնալուց առաջ, ու արդյունքից շատ գոհ եմ, շատ լավն է, դեմքի խնամքի համար, ընտիր։ Հաղումը կթողում եմ մեկնաբանություններում, կարող եք դուք էլ պատվիրել, ես պատվիրել եմ Բարբերիսից։ Դե ինչ սիրելիներս, գնանք պատրաստվեմ, կմիանամ ձեզ արդեն ճանապարհից։ Արիկյան։ Բայց որ կոմնա ծախած, որն է։
Ինչ է կոչվում էս տիպի տունը, Penthouse։ Հա, գործ են անում Վահան, առել են գործ են անում իրաց տան վրա։ Պետք է բան անում, սնս գազոն անում, չեն ունի։ Բանջի, սանոն նայ, կլում բան։ Տնես իրանք կողը սարքել են։ Իսն սարքում ես եղևնիներով տնգուներ։ Են կողը սարքած է եղևնիներով։ Են էլ ավտոյի տեղն է։ Սիխի տեղը, չէ։ Պլիտկա է արվում ստե։ Սիրելիներս ողջույն, միանում եմ ձեզ հաջորդ օրը, այսօր շաբաթ է, ու ոնց հասկացաք, գտնվում ենք քաղաքում Վորոնեժում, եկել ենք մայի դոկումենտի, տան արք ու վաճառքի հետ կապված, այսօր ենք ուզում գործարքը անենք, ճիշտ է երկուշաբթի ենք տալոն վերցրել, բայց գնորդը ցանկացավ արագացնել այդ գործընթացը ու ինքը տալոն ա վերցրել, եկել ենք ժամը 15-ի, բայց մենք 11-ին ենք գրանցված, հելա չի մոտեցել, կես ժամից հել էստեղ կլինի, մի քանի հարց կա, այդ հարցերը կլուծենք ու ժամը 11-ին արդեն կմտնենք ներս մեր գործընթացը իրականացնելու համար։ Հուսով ենք ամեն ինչ լավ կընթանա, լավ կլինի, գործարքը տեղի կունենա, չի հետաձգվի ինչ-որ թղթերի հետ կապված, ինչ-որ պահանջվում է, հավաքել ենք, Վահանի հետ գնացել, այդ կոմունալնի այդ պլաջոժ այդ սպրավկաները հավաքել, ամեն ինչ ինչ-որ իրենց կողմից, պետության կողմից ու գնորդի կողմից պահանջում է, բոլոր թղթերը մեր մոտ է, կազմ պատրաստ, սպասում ենք Վահանը մեքենայի մեջ է, այնտեղ ես դուրս եմ եկել, այդտեղ ծառի շվարքում կանել, մտանք խանութ, մագնիտ, սառաջուր, համեղություններ, նմանատիպ բաներ վերցրեցին, որովհետև չգիտենք քանի ժամ է ձգվելու այդ ամեն ինչը, հուսանք արագ կընթանա, կավարտենք գործերը ու միանգամից կվերադառնանք տուն, որովհետև Վահանը այսօր պետք է աշխատանքի գնա։ Միջալյոց ասեմ նաև, որ այն տունը, որ միասին գնացինք, նայեցինք սիրելիներս, երկար չկարողացա նկարել, որովհետև տան բալանին մեր մոտ չէր ու ագենստվայի աշխատողն էլ զբաղված էր նա վիզիտիբլա։ Ուղղակի տեսանք ավիտոյով, գնացինք, զանգահարեցինք ու մեզ ասացին, որ կարող եք գնալ դրսից տեսնել։ Հետո եթե կհավանեք, արդեն կզանգահարեք, կհանդիպենք, խոսենք, գնացինք, տեսանք, դուռը փակ էր, այնտեղ հարևանների հետ խոսացինք։ Տունը շատ մեծ է, նոր տունը 2024 թվականին է կառուցված, 150 քառակուսի մետր, 2 հարկանի։ Մտանք հարևանի տունը, որը որ նույն պրոյեկտն է, ուղղակի այս տոմի վրա է, շատ հավանեցինք։ Այն ինչ որ մենք ուզում ենք, կարևորը նոր է, գազով տուն է, բոլոր կոմունալ ամեն ինչը կա տան մեջ։ Վահանը երեք անմիջապես տունը տեսնելուց հետո անմիջապես զանգահարեցինք, գնաց ագենստվա, պայմանագիր կնքեցինք, այդ գումար տվեցինք, զադատեք, այսպես ասած, մեր մոտ այդպես են ասում, որպեսզի տունը մեզնով անենք ու այս գործընթացից հետո արդեն մեկ շաբաթվա ընթացքում որ կնշանակեմ, որ մենք էլ գնանք արդեն մեր նոր տան արք ու վաճառքը անենք։ Երկշաբթի օրը Վահանը կվերցնի տան բալանիները, երեխեք ջան, ու միասին արդեն կգնանք եւ մենք կտեսնենք եւ դուք կտեսնեք ինչ տուն է ներսից, դրսից ամեն ինչը ավելի մոտիկից, ավելի լավ կտեսնենք։ Այնպես որ այս վլոգը այսօր չի ավարտվում, նկարելու եմ այնքան, մինչև որ եւ մեր այս տան արք ու վաճառքը ավարտենք, այս մի վլոգի մեջ
եւ նոր տան արփու վաճառքը, որպեսզի ձեր հետ կիսվեմ, ինչպես որ խոստացել էի, թե ինչ տուն ենք ընտրել ու ինչ նոր տուն ենք մեր համար գնելու։ Այդպես երեխեք ջան, հիմա գնամ մեքենա, որտեվ որ երկար մնում է սահավոր շոկ է, միջալոց ահավոր շոկեր են մեր մոտ, այսօր վերջին օրն է շոկերի, վաղվանից 26 աստիճան է, 35-ից 40 է ու ահավոր ոչ թե շոկ է, այլ տոտ, ոնց որ, սենց այսպես ասած, օդը հետ քաշած, հրվածին չկա շնչելու ու անընդհատ կարծես մաշկդ խոնավ լինի, այսպես քրտինք, դիսկոմֆորտ մի խոսքով, օրը երևի 3-4 անգամ ես մտնում եմ սառը լոգանք ընդունում, որպեսզի մի փոքր թարմանամ, այնպես որ այսօր վերջին օրն է, վաղվանից այս շոկերը արդեն կոտրվում են։ Սիրելիներս գնամ մեքենան, ժամը 10-ին կզանգենք մեր գնորդին ու արդեն մնացածը մի քիչ հետո տեսնեմ, որտեղից եմ նորից միանում ձեզ։ Կամ Սբերբանկ երեխեք ջան, գումարը обналичь տանենք, ու գնորդը։ Ու այստեղից շարժվենք մայի դոկումենտի։ Սիրելիներս, հիմա մայի դոկումենտի հիմնարկում ենք, եկել ենք այստեղ արդեն գործարքի, բուն գործարքին, այնտեղ բանկում գործերն ավարտեցին, հիմա եկել ենք այստեղ վերջնական գործարքը այստեղ լինելու ու հուսով եմ մինչև ժամը 2-ը կավարտենք, հիմա գնանք արքու վաճառքի հետ թուղթը կգրենք, համաձայնագիրը, հետո արդեն կանցնենք բուն գործընթացին։ Այնպես երեխեք ջան։ Ժամը արդեն 11-ն է, 10 րոպեից մեզ ընդունելու են, հերթի մեջ ենք, այսպես ասած, հերթում ենք, 10 րոպեից կգնանք կգրենք այդ արքու վաճառքի թուղթը, հետո արդեն կանցնենք переоформление дома։ Շոկա, դուրսը, այսօր Պարտեյոջի բոն այս հիմնարկների մեջ օթորակիչները լավ աշխատում են ու ոտկա շնչելու։ Անհանգիստ ենք, ամեն ինչ նորմալ է, ուղղակի անհանգիստ ենք, չենք ուզում ձգձգվի, ուզում ենք այսօր ավարտին հասցնենք, որովհետև այս տան արքու վաճառքի հետ կապված վահանը անդադ իր աշխատանքը, ամեն ինչ հետո ձգում, փոխում, օրերը, հա։ Իսկ վերջին մեկ շաբաթ նորմալ գործել չի գնացել, կապված է սպրավկաների, թղթերի հետ, ամեն ինչի հետ, որ այսօր ավարտենք, արդեն մնացածը հեշտ է։ Ներս նոր վերադարձանք տուն, կարող եք մեզ շնորհավորել, օֆիցիալ տունը վաճառված է, վերջ գումարը փոխանցված, մնում է այստեղ հավաքենք, վերջերը վերջնական երևի մեկ շաբաթ 10 օր ունենք, կամաց կհավաքվենք, սկզբնական շրջանում 1-2 ամսով տուն կվարձակալենք, մինչև այնտեղ որոշ գործեր կա անելու, դա կանենք ու արդեն հիմնական կտեղափոխվենք։ Վահանը այսօր զանգել է նաև ագենստվա, որպեսզի թղթարարությունը սկսեն, մեր նոր տան, որը պետք է գնենք, ու շաբաթվա ընթացքում կզանգենք, ասեն, որ օրինագործարքը միասին կգնանք։ Բայց մինչև գործարքին գնալը իհարկե, ոնց որ ասեցի, գնալու ենք տունը մանրամասն տեսնելու։ Իհարկե դուք էլ մեր հետ, ճանապարհին մտանք խանութ, Լիլիա, պսի խանութ կա, ահագին գնումներ արեցինք, քաղցած ենք, հոգնած ենք, հաց ուտենք, հանգստանանք սիրելիներս ու տեսնենք նորից որտեղից եմ միանում ձեզ։ Սիրելիներս միանում եմ ձեզ հաջորդ օրը, առավոտյան, մեր մոտ արդեն ժամը 11-ն է, ու ահագին գործեր ենք հասցրել անել, Վահանը իր աշխատանքի հետ կապված փոքր օբյեկտ ուներ, մի 2 ժամվա գնաց արեց եկա, այդ ընթացքում ես ամանները լվացի, հատակները մաքրեցի, տեղերը հավաքեցի, նախաճաշ պատրաստեցի, վերադարձավ հաց կերանք բոլորով։ Հիմա
արհեստանոցի այդ ավտոտնակի դռները բացել է, մի քիչ մաքուր օդ կա, այսօր հով է, ամբողջ գիշեր անձրև է եկել, ամպնենց էր գորում, այդ ամպի գորոցից ու այդ անձրևի ձայնից չէի կարողանում գիշերը հանգիստ քնել։ Ինչևէ, այսօր համեմատաբար եղանակը նորմալ է, հով է, կարող ենք եւ տանը հանգիստ գործ անել եւ դրսում ցցվածին կաշնջելու։ Հիմա ուզում ենք գնալ մագնիտ, մի քանի բան պետք է գնենք, հաց, մրգեր, նմանատիպ բաներ ուզում եմ նկարել, որպեսզի տեսնեք մեր մոտ վաճառվող մրգերի գինը ու որակը։ Այնտեղից կգնանք Ազոն, Ազոնից էլ մեր պատվերները կվերցնենք ու կգամ ձեր հետ կկիսվեմ սիրելիներս, բավականին հետաքրքիր պատվերներ են ու այդ պատվերների հողումները, եթե ձեզ կհետաքրքրի, կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, դուք միայն գրեք, որ պատվերներն են ձեզ հետաքրքրում, ես մեծ սիրով ձեր հետ կկիսվեմ։ Այնպես որ երեխեք ջան, շատ հեռու մի գնացեք, ովքեր չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք հետագա վլոգները։ Ձմերուկ։ Այն օրվա ձմերուկը ստից ենք վերցրել, լավն է։ Կիլոգրամը 39 ռուբլի, ես գնամ հաց վերցնեմ կամ એક հատ։ Տեղ չնայեք ինչ տեղ չեն վաճառում, 169, հեսը ծիրանն է, Ուզբեկստանի, 135 ռուբլի է, այս լիվան, կդնեմ ոտքերից տակ։ Երկու դարան է սավցեց սրա։ Ես մեկը կնգաննա, մեկը մարդանա։ Ես մեկը ջարկա, մեկը գնանցել եկար, վազելով։ Բան հոպած դելով էլի։ Անտե չեքան կնեմ ես։ Այս կրիշն եմ ասել։ Ոսիշ մեծ զիբիլի բան են դրել հլը։ Օ, նի իրանց հնարավորությունը, էսա կարող է վալբերիսը պակվի, մնա մի հատ Ազոնը։ Մի հատ սկեստ եմ պատվիրել երեխեք ջան, ու չկա։ 3-4 անգամ պիրինոս են արել դատան, արդեն պետք է կածլներ։ Երկու հատ էլ ճանապարհինը։ Այն էլ որ կան, հերի ցույց կտամ, մեկը կարեշնի վրա սպիտակ պուտերով շատ սիրուն է։ Այն մեկն էլ սպիտակ է, համարային սիրուն սկեսներ են։ Այս տարի էլ չեմ հասցնի հագնեմ, մյուս տարի մնաց, արել էլ ջանար։ Երեխեք ջան եկանք տուն, Վահանը դրսում նստած է, իր գարեջուրն է վայելում։ Ես էլ ձմերուկ կտրեցի, Լերյան խոհանոցում այնտեղ վայելում այրա ձմերուկը, ես արդեն վայելել եմ ու տեղափոխվեցի ննջասենյակ, որպեսզի ձեր հետ կիսվեմ այն պատվերներով, որոնք որ մինչ այսօր եկել հասել է մեզ եւ այսօրվանը եւ այն օրերին, որ գնացել ենք ծով, այդ ընթացքում եկել էր, ծովի համար պատվիրել ենք, բայց մի փոքր ուշացումով հասել է մեզ, մի խոսքով այս մեկ ամսվա պատվերներն են, հիմա հեռախոսս տեղավորեմ ու ձեր հետ կիսվեմ։ Ուրեմն այս ծովի հետ կապված պատվերներից, որոնք որ առաջին են եկել։ Սա արդեն Լիլիայի համար է։ Սենց։ Գալիս է մինչև համարյա այսպես սենց երկար։ Կարելի ասել բոլոր պատվերներից շատ գոհ եմ, այսպես
Սա ավելի երկար է։ Սիրելիներս մինչև ներքև դա պոլա։ Ինչպես այստեղ են ասում, որ այս թևերի հատվածները, որ հագնում ես, այսա սենց վերև ապացանում, շատ սիրն է։ Ես պես կապովի ձև, երեխեք ջան, ու շատ երկար, մինչև ոտքերի տակ, շատ երկար։ Իսկ հետևը, ստեղ ռեզինկա է, ու հետևը այսենց բաց մեջքը։ Շատ գեղեցիկ ու շատ լավն է, որակի մասին էլ չեմ ասում, իմ վրա շատ գեղեցիկ նստում է ու կային այս զգեստների տարբեր երանգները, շատ գեղեցիկ է, սա դեմի հատվածը, երեխեք ջան, իսկ սա հետևը։ Իսպես, երեկոյան զգեստա կամ ինչու երեկոյան, նո, առիթների համար, հա, իսպես, մինչև ոտքերի տակ, շատ գեղեցիկ, շատ յուրահատուկ և գույնը, և որակը, սիրելիներս, նույն աղակի, այս առեստրի կենտրոնի, տարգովի ցենտրին կպատասխան։ դերում կիստուս ես գալիս ու եմ։ Հենա էլի, այս շենքը հենա արդեն տարգովի ցենտրն։ Դրա կողքը տարգովի ցենտրն։ Մենք ես աստից մտնում ենք։ Օրո, մոռացա։ Ինչ ես մոռաց։ Այսօր երկուշաբթի է ու ընտանիքով ոնց որ խոստացել է եկել ենք մեր նոր տունը մանրամասն նայելու։ Դուք էլ մեր հետ գնացինք։ Այս դրսից սենց մերն է 150 կվադրատ, սենց 150 կվադրատ մեր հարևաններին է, ամեքս ունենք 600 մետր հող։ Да. Надо как-то открыть и менять. Մուտքը։ Հա, այս լրիվ պետք է մաքրվի խոտը։ Սա բացի մտնենք երեխեք ջան։ Հələ բացի Վահան ջան։ Այս է նորմալ է։ Վայ, ոտներս խերով են։ Վահան ջան ձեր օջախ։ Փաստով դուրսի։ Շպարցրա չէ առաստաղը չեմ անում արեսի բաղնիկ շուքարան մեր աստիճաններն էլ էս կողմից գնամ ահա էս խոհանոցն է Էսի կողմին է այսպես մենք վերաբերում այսպես հա տեսա Угловой. Սառնանը որտեղ է։ Բան ջան, սառնանը որտեղ են տնելու, ասես ստե դուռը էլի։ Հակառակ ասելս ինչև ստեմ է։ Հա, ստե սառնարանը։ Բայց ստե սառնանը դուռը որ բացես հալմարա, սենց ֆոտո սենց։ Էսի հակը մտածենք ասես ջան։ Ստե փագա չէ, լա։ Բաց։ Լիլջան արիք։ Սել տան հակառակ կողմ, ես մի կողմն է ստել է բան արվել։ Լավ, Ահա, ես էլ մեր տերիտորիան է, սաղ պիտի խոտերը մաքրենք։ Հա, զոնա օդդխը, ալնելու աստե։ Ոնց որ տան են կոմի, վան, ես կոմը նույն պլիտկանա, չէ ելնելու։ Էսի գալի դերնա։ Ինչա ферровый. Лапа катера. Управляя это котел с помощью смартфона. Հեռախոսով կարելի ուղղել անես Wi-Fi-ը։ Էսա հյուրասենյակն է, Վահանս ինչ ահռելի է։ Հետո չէ։ Լավն է, շատ հա։ Մեծ չէ հյուրասենյակ։ Հա, լավ մեծ է։ Բա ինչ է։
Սա որ հյուրեր կա մեր տուն, հյուրերի ննջասենյակն է։ Սուպեր։ Աննա թևեր է հյուրի, որ դվաս ես պատում։ Գնանք երկրորդ հարկ։ Չորս հատ ննջասենյակը։ Սի մեկ։ Էսա չեմ այդը։ Սի երկու։ Այս երեք։ Հա։ Այս էլ 4 հատ ննջասենյակ։ Երկրորդ հարկը հա, վա։ Այսին էտա։ Սեր կրավատա դրվում, միջև ստե, այդ դում բուշլիքով։ Շկան այսին։ Իրեք մետրը, հա։ Ստե ինչն ա դրվում, տրիմոն, անդե գարդիոֆը։ Ստեղ կարավատն ա դրվում։ Ստեղ դրվում ա բանը, գարդիրով։ Գարդիոֆը շատ փոքր է ստեի համար։ Շատ փոքր։ 4 դռնանի գարդիով։ Ալմս 15 դրանի դու 4 դրանի էսա։ Այստեղ միջև ստեղ կրավատ տանում, ստից 3 մետր գարդիրովը։ 4 դրանին 240 ան։ Ստե տրիմոն։ Աթորով։ Նոր տներ։ Անդրի սենյակը Լիլ ջան։ Этот. Ստե լավն է Լիլա, նա նման է։ Կողաս էս սիրտ։ Էս մի կոմնա։ Տանայք։ Ռիվ մեծ նորակառույց սեփական տներ։ Էս էլ է մեր տան նման մի կողմից մեկն ապրում, մյուս կողմից մյուս։ Ահրելի մեծ սեփական տներ։ Սի ասենք մեր սենյակը, մեկը Լիլիայի սենյակը, մեկը զոնա օդդխը, մի հատ սենյակն էլի ազատ ամնում սպալնի նինջա սենյակը։ Բայց էսի նորմալ սենյակ ա Լիլիա, այսի դրսը։ Ասմա չեմ ուզում աստիճանների կողը։ Սաղել աստիճանների կողը այլ, Չէ, ես կողմ։ Ինչի՞ց է հեռու։ Սիրտ։ Լիլիա կարող է էս վերցես սիրտ։ Մեր կողը էլի։ Էսի փողոց է նայում։ Հա, թող նայ։ Ստե մնման աջիժնոյ քաշի պատրաստ է, աթե ու ձիպլիտ պիտի արվի։ Ինչ արվի։ Ասիր ամեն ինչ արած է։ Հա, սե ալպադավոյ առաջի էսի պասկեպտա է, շատ ախտոյան, սոցենքան, որ չնավեր կաշացում։ Ես քու հանգստի սենյակը կլնի վահան։ Փոքր էսի։ Պաստը ինչ ալնելու։ Գարդիրոբն է։ Թող էսի ելնի գարդիրոբն է։ Հա, էսի Լիլիայի սենյակ, էսի մեր, էս էլ Վահանի հանգստի։ Բան հարթուկ, մարդուկ անել է, բան է։ Հա, հոսպալնա չեմ անելու բաները։ Լվացքի մեքենան բաղն։ Անա, зараз վաստ մեքենաներ ստեղին։ Հա, գարդիրոբն է, там գլաշկա, հարթուկ, մարդուկ, հա, սախս է, այն բաները, որ չենք օգտագործում, ինչի զաբիտ անեմ ննջասենյակի գարդիրոբները, բանը, պահած բաները ստե, էսի Լիլիայի սենյակը, սի մեր, էսի հանգստի սենյակը, էս էլ մեր զապասենյակը, լվացքատում, հարթուկի, լվացքի, գարդիրոբն է, սենց աշխատեսել էլ երկրորդ հարկի բաղնիկ ծուքարանը, աստիճաններով իջնում ենք, առաջի հարկ, մի հատ էլ առաջի հարկում կար, չէ հյուրասենյակ, հյուրերի համար ննջասենյակ,
Կարևորը գազով տունը, գազը քաշած է, հատակները ու ծիպլյոնի չենք անելու, չենք սիրում շոկը։ Բան առաստաղն էլ հաշվերի ու բարագույների համար։ Իշքան։ 25 կվադրատու կարելի է։ Արդեն պատկերացնում եմ Վահան ինձ սիրուն ալնելու։ Առաջ իհարկե ճանելնելու է կերամագրանիտ ամբողջությամբ, վերև իհարկե լամինատ։ Առաստաղները նադիժնոյ, այս պատերն էլ աբոյ ենք անելու, այդպես, բաղնիքի պլիտկան, դե բաղնիք զուքանան, էլի կերամագրանիտ ալնելու, բայց ուրիշ կույն, ուրիշ տեսակ։ Տան հետևելնելու է զոնա օդդիխը, ստեղ էլ կարելի անաստել համարները։ Տանից դուս են գալի այս տեսքանի։ Այստեղ տեղափոխվելուց առաջ այստեղ բրուշատկան պետք է արվի մեքենաների տեղը ատապլենյան քաշվի տրուբաները ու ամբողջ տունը կերամագրանիտ հատակները ու արդեն կարող են գալ։ Մնացածը արդեն կարող են անել ապրելով այստեղ Վահանի մարշվար կանոն, որտեղ ինչ պետք է արվի, ինչքան քառակուսի մետր է, երեխեք ջան։ Դից տեսնենք ինչից ինչ ենք առնում, ինչքան ենք առնում։ Մեր հարևաններն էլ իրանց կողմը արդեն սկսել են հավաքել մաքրել։ Վա, ինչքան է այս առաստաղի բարձրությունը։ Սեսիոն հավաքելու ենք։ Շատ սիրուն է, շատ մեծ անթարցակ, լուսավոր, նոր։ Վերջապես։ Հակառակը, հա։ Հա, ստեղ դիվանը, ստեղ սեղանաթոռները, հա։ Ստեղ ստենկան տելևիզորով, հա, դիստես ասում։ Եք ազես։ Լվացքի մեքենան դες այստեղ։ Հա, որ ստիցան եմ, ընդե պրեմ, ընդե դրան։ Ընդե հարթուկ մարդու գարդերով։ Հարցն է հաստնելու ես եք նոր թարդ լվացքի մեքենան ծաներ։ Հա, դե չեմ ուզում բաղնիքի մեջ լինի, էլի։ Այդ կոլոր շե այն ավերցը։ Կամել ստեղ։ Չէ, վերևը, լավա։ Բան, լավա, այդ որտեղ հարթուկ ենք անելու գարդերովն է բան, թող ընդե էլի լվացքի մեքենան։ Այս երկուսը բան եմ անում։ Երկու գարաժ եմ սա։ Մեկը մեքենա եք անելու, մեկը Փողոցից այս մտնում։ Ստիքն դե չքան է եկավ։ Օ, 8 մետր է։ Մերսի։ Նայ։ Վահան, իսկ եթե մի հատ գարաժ սարքես, մեկն էլ պրոստը ավտոն կանգնում է, գլխին պրոստը ծածկով են, որ սարքում են այն մետալաչերեպիցայով։ Նայ, 8 մետր է։ Որ վեց։ Որ տան մուտքի տեղը փոխում ենք ստից։ Աստիճանները։ Ահա։ Հետո։ Ոչ է։ Общий бетон է սան։ Այնտեղ թողում եմ ռաբոչի ավտոն, որ մտնի հետ։ Դե առանց գարաժ, առանց ոչի բան։ Ահա։ Այս երկու կանոնաները իրար ծնում եմ, սարքվում գարաժ, նավեսը այն կողմ։ Բարոդի ներսը ստե։ Հա, ստե։ Ահա։ Մի 8 մետր է, մի 7 մետր որ անեմ գարաժը։ Տան հետևը ոչ մի բան չես անում մի խոսքով։ Հա։ Մենակ այդ մոսկանը կողքի ու всё, ահա։ Դա անցել է ասում բան։ Ինչ։ Զիլոնը բաները տեն։ Ինչ։ Նո, ստե արդեն բան է։ Սա կաչելի, մաչելի է տալ։ Կաչելի եմ բացօթյա չեմ ուզում դնեմ։ Հա եթե ցե բան ալնի,
ցեմենտ բիտոնը լինի, հա։ Կաչել եմ, խիստիկը դնեմ էլի վան ծածկի տակ, թե։ Ստովի, Հա, թե մի հատիկանոց ավել։ հատիկանոց թե նստով։ Հատիկանոց ավել լավ Ստե։ նստի։ Հա, որտեղ տեղը Ես պուջրա։ այնքան բետոնի փողը կտավ նա գարաժ կսարքեմ գրգիացած։ Հա, դե ոնց ճիշտ ես համարում, սենց տենես մեզ գարաժ պետքա սարքի ավել լավ չի։ Մի անգամ իսարքես, կանց թե համեն ունենաս համեն։ Տան հետև ինչ եմ աստունից ցեմենտ բիտոն անես, են աստե գարաժն էլ ավտոներն դել։ Տան հետևը արդեն լիս տարի զոնա օդդխա, արդեն ճիշտ կսարքեն։ Սա մեր ընջասենյակը, սիրելիներս, այստեղ մեր անկողինը կլինի, այստեղ գարդիրոբ, այստեղ տրիմոն, այստեղ կրավատն այստեղ իրա տամբուչկաներով։ Այստեղ ոնց որ թե որոշություն Լիլիայի սենյակն է, ինքը ընտրեց, այստեղ կլինի հանգստի սենյակ, այնտեղ վահան ուզում է հանգստի սենյակ սարքի, բիլարդ դնի, չգիտեմ, որ աշխատանքից գա, այստեղ հանգստանա, այստեղ բողնիկ զուգարան, Վիկտոր թարգում, այստեղ էլ սենյակ, որտեղ լինելու է լվացքի մեքենա, այստեղ արդյունքի են գանելու, այստեղ ավել նոր բաները, այսպես գեղեցիկ, էլի երևի բան կհավաքենք, գարդիրոբի նման մի բան, պահարան, որ երկրորդական բաները կլինի ամանեղեն հագուստեղեն, գեղեցիկ, այդտեղ կդասավորեն, որպեսզի մեր նեգասենյակի պահարանները այսպես երկրորդական բաներով խուցկված չլինեն, հա։ Սկուշ լիջան, այստեղ լրիվ կփակենք, գեղեցիկ հավաքելի, անասնա փետում ենք այսպես մեբելի հաստիճանների համար, հավաքելու, թալելու, գեղեցկացնելու։ Դաշնական եմ էլ ասում, ինչ է կանում որոշեցին։ Այստեղ լինելու ու կա մեր տան հետնամասը, այստեղ լինելու է արտակնակը, և այստեղ և են կողմը գեղեցիկ կապել ենք անելու, լողավազանն է այստեղ լինելու, խորովածի թոնին ենք սարքելու, մահալ, էլի երկուչով, ամեն ինչ գեղեցիկ լինելու ծառեր կդնենք, սա խոհանոցն անում հասկացար, այս կապել եթե հիմնակալ չլինի, սա կրկացնենք, որ ավելի սալոնի, չնայած կա մեծապատիմանները, որպեսզի հյուրասենյակն ու խոհանոցը միասին լինի, այստեղ էլի բանիկ զուգարան, այստեղ մուտքի մոտ պրիխոժը, գեղեցիկ պահարան ալինելու պրիխոժը, այստեղ էլ մեր հյուրերի սենյակն է, որ հյուրեր ունենա, կամ այստեղ իրենց համար հիշերը այստեղ կնենք խոսքով, ննջասենյակ ալինենք հյուրերի համար, հյուրասենյակ։ Այսպես, իսկ դրսում արդեն բրուշատկան,
Այս կողմն էլ կարող ենք նստել, երկու մուտք կա, մեկը տանդիմացի հատվածից, մեկը հետնամասի, որպեսզի տնից դուրս գալուց այսպես չֆրանկ ենքում խոհանոցից կա։ Այստեղ ևս գեղեցիկ կապել է արվելու։ Մի խոսքով ամեն ինչ շատ գեղեցիկ է լինելու, նաև դրսի հատվածը։ Դարպասից են կողմ գեղեցիկ եղևնիներ կդնենք, մի խոսքով ամեն ինչ մասի ենք ապրել սիրելիներս։ Վերջում շատ գեր, արդեն ես պատկերացնում եմ, շատ սիրուն է։ Այնավոր պատահանները շատ է, լավ, ոնց են ասում, անդադ պետք է մաքրես, սիրելիներս։ Женские уроки нужны, короче говоря, помимо мужских. Շատ սիրուն է։ Այնա ինչ որ մենք ենք ուզում, այս տունը մեր երազանքների տունն է։ Չեմպես որ երեխեք ջան, ովքեր չունեն իրենց անկյունը, ուզում են լավ մեծ տներ ունենան, թող Աստված տա բոլորին հնարավորություն, դրեք նպատակ ու անպայման վաղ թե ուշ կհասնեք ձեր նպատակին։ Տունը դեռ թղթերով համերը չի, բայց դոկումենտացիան թղթարությունը արդեն սկսված է, բեհը արդեն տվել ենք, մնում է օր նշանակին, որ գնանք արդեն այդ վերջնական թղթերի գործով զբաղվենք, ասենք որ ունեն նշանակում, դա հետ կանենք սիրելիներս ու արդեն արագ սկսելու ենք այս բոշատկայի հարցը, տան ջառուցման հարցը ու հատակների այս կերամագրանիտը առաջի հարկը, երկրորդ հարկը լամինատ անելու ու արդեն արագ տեղափոխվենք ու մնացածը արդեն քիչ-քիչ կնկարեմ, մի խոսքով միասին ենք անելու, առանց ձեզ ոչինչ չենք անելու, ընթացքը կտեսնեք և վերանորոգման և կահավորման։ Գիտեմ շատ մեկնաբանություններ են լինելու տան արժեքի վերաբերյալ, գինը չեմ կարող ասել սիրելիներս, բայց այս նույն տունը նույն կվադրատուրայով վերանորոգված, արդեն վերանորոգված առանց կահույքի այդ զաստրոյշիկը վաճառում է 15-ից 17 միլիոն, նաև սա մեծ կապիտալ է մեր համար, բացի այն որ գեղեցիկ տան մեջ է սադրում, նաև այսպես ասած կապիտալ է։ Այս օրվա համար այսքանը սիրելիներս, շնորհակալ ենք, որ մինչև վերջը մեր հետ էիք, ձեր լայքերի, մեկնաբանությունների համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, որովհետև հետագայում ոչ հեռու ապագայում, մոտ ապագայում մեզ սպասում են լիքը հետաքրքիր, գեղեցիկ վլոգներ։ Բոլորիդ ամուր գրկում, համբուրում եմ, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Առայժմ։